Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Այս կիրակի օրվա սերտողությունը սիրով ձեր համար պատրաստել ենք, շարունակում ենք մեր ուսումնասիրությունները նոր կտակարանից, նամակ Եփեսացիներին առաջի գլուխն ենք ուսումնասիրելու 11-ից 23 համարները։ Եթե առաջի անգամ եք տեսնում մեր թողարկումը, առաջի անգամ եք ծանոթանում մեր հետ, ասեմ ձեզ հարգելիներս, որ մենք Արարատ Աստվածաշունչի առաքելությունը հիմնված է ուղակի Աստծո խոսքը սովորեցնել եւ աշակերտել Աստծո խոսքով։ Մենք քրիստոնյա ենք, հետևում ենք բոլոր կանոնադրություններն ու սկզբունքները քրիստոնյա եկեղեցիների, եւ եթե ավելին կարող ենք ասել, եթե ծանոթ չեք, քրիստոնեության մեջ այսօր կա 3 մեծ ճյուղ, որը հանդիսանում է կաթոլիկ, ուղղափառ եւ բողոքական եկեղեցիներ։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ մեր համար անհրաժեշտ է, որ մեր ունկնդիրը եւ մեր դիտողը հասկանա տարբերությունը տարբեր եկեղեցիների իհարկե, բայց ամենակարևորը հասկանա, որ հիմքը եւ մեր անկյունակարը Հիսուս Քրիստոսն է եւ Աստծո խոսքն էլ մեր համար անհրաժեշտ է, որ բոլոր հետևորդ Հիսուս Քրիստոսին կարդա, սովորի եւ անմիտ չգտնվի։ Այսինքն ճանաչի, ծանոթանա եւ հետևի Հիսուսին, որպես իր Տեր եւ Փրկիչ։ Ու այսպես եկեք հիմա մի պահ մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք սերտողությանը։ Հայր Աստված, մենք շնորհակալ ենք այս հնարավորության համար, շնորհակալ ենք Տեր այս առաքելության համար եւ աղոթում ենք Տեր, որ օգնես այսօրվա սերտողությանը, ուղակի Սուրբ Հոգին թող մեզ դասավանդի, ուղակի քո խոսքերը կարդալով մենք հավատում ենք, որ Սուրբ Հոգին է մեզ դասավանդում եւ Սուրբ Հոգին մեզ կսովորեցնի այսօրվա սերտողությունը։ Աղոթում եմ Տեր մեր բոլոր ունկնդիրների եւ դիտողների համար, աղոթում եմ նրանց առատորեն օրհնես, զորացնես եւ օգնես Տեր, որ բոլորը, ովքեր որ լսում են այս խոսքերը, անտարբեր չլինեն, որոշում կայացնեն քեզ ընդունելու Հիսուս, որպես Տեր եւ Փրկիչ, ապաշխարեն, փրկվեն, վերստին ծնունդ ունենան եւ Տեր մահից հետո նրանք վստահ լինեն իրանց փրկության վրա։ Աղոթում եմ Տեր, որ այսօրվա նյութը, որի մասին ուսումնասիրելու ենք, աղոթում եմ, որ Տեր դու մեզ օրհնես այս նյութով եւ այս ամենը մենք աղոթում ենք Հիսուսի մեծ սուրբ պատվական անունով։ Ամեն։ Հարգելիներս, այսօրվա սերտողության վերնագիրն է հոգևոր ժառանգություն։ Շարունակում ենք այս ժառանգության գաղափարը միտքը, այսինքն ուսմունքը ասեմ, ավելի ճշգրիտ կերպով։ Անցյալ կիրակի օրվա սերտողությունը սկսեցինք մենք 1-ից մինչև 10 համարները բացատրել եւ նպատակը Պողոս առաքյալի, թե ինչու է նա գրել Եփեսացիներին նամակը։ Հիմա մենք եկեք շարունակենք ու տեսնենք, թե ինչ է սովորեցնում մեզ Սուրբ Գիրքը։ Գիտեք, այսպես սկսեմ մեր նախաբանը, որքան ենք գիտակցում, թե Հիսուս մեր համար ինչ է արել եւ այնինչ որ նախապես ծրագրվել է Աստծու կողմից։ Երբ Աստված, այսինքն Հայր, Որդին եւ Սուրբ Հոգին ստեղծեցին այս աշխարհը, այսինքն Սուրբ Երրորդությունը, երեքն էլ այն ժամանակ ներկա են եւ երեքն էլ Աստված են, պարզապես մենք հասկանում ենք Սուրբ Երրորդության ուսմունքը, որ երեք են, բայց մեկ են, մենք հավատում ենք մի Աստծու երեք անձեր հասկացողությամբ։ Ուրեմն, երբ որ ստեղծվեց աշխարհը, Աստված անշուշտ գիտեր, որ մարդ պետք է ընկնի, ու դրա համար Հայր Աստված ծրագրավորեց, որ իր որդուն ուղարկի եւ իր որդին խաչվի հարություն առնի մեր համար, եւ այդ ամենը մենք տեսնում ենք Ծննդոցի գրքի մեջ գրված, երբ մարդ ընկնելուց հետո Աստված անիծում է այս աշխարհը եւ մարդկությանը, բայց նաեւ հույս է տալիս, որ ասում է Հիսուսի միջոցով կգա փրկությունը։ Եվ մենք հիմա այս պահին ուսումնասիրում ենք այս համարները, ուղղակի հասկանալով, որ հիմնական կետը բացատրության այն է, որ հավատացյալը երբեք չպետք է ընկճված անհույս կյանք ապրել, քանի որ Աստված մեզ տվեց փրկություն Հիսուսի միջոցով եւ բոլոր խոստումները, որ մեզ համարում է նա որդեգրված երկնքի արքայության եւ իր ընտանիքին,
ու պարզ ասած, մենք ժառանգակիցներն ենք Հիսուս Քրիստոսի։ Ուրեմն 11-ից 14 համարները եկեք ուսումնասիրենք ու տեսնենք Տերը մեզ ինչ է սովորեցնում։ Գրված է. նրանով մենք էլ ժառանգություն ստացանք, այսինքն Հիսուսի համար է խոսքը։ Հետևելով նրա նախասահմանված ծրագրին, որը ասեմ ձեզ, այդ նախասահմանված ծրագիրը այն է, ինչ որ ծննդոցից Աստված հաստատեց, մինչև աշխարհի ստեղծելն էր հաստատել իհարկե, բայց որ մենք գիտենք, որ գրված է եւ մեզ նախապես սովորեցնում է Աստծո խոսքը, որ պետք է Հիսուս գա եւ խաչվի, հարություն առնի եւ իր միջոցով մենք փրկություն ունենանք, որ ամեն բան հաջողեցնում է իր կամքի խորհրդի համաձայն։ Ուրեմն Աստծո կամքից ոչ մի բան չի կատարվում առանց Աստծո կամքին եւ Տիրոջ գիտակցության եւ Տիրոջ նախասահմանված ծրագրերի եւ իրականությանը հակառակ, որպիսի իր փառքի գովքը լինենք մենք եւ նաեւ ասեմ, որ Պողոս առաքյալը այս եփեսացիներին նամակի մեջ խոսում է հեթանոսներին որդեգրելու Տիրոջ ընտանիքի մեջ եւ այդ ծրագիրը, որը համարվում է մեծ խորհուրդը, այսինքն որպես խորհուրդ, որ դեռ բացված չէր հին ուխտի հավատացյալների համար, բացվեց նոր ուխտի հավատացյալների համար եւ մենք գիտենք, որ Հիսուս ոչ միայն հրեաների համար եկավ, այլ ամբողջ աշխարհի համար եկավ եւ նույնպես հեթանոսների, որտեղ Աստծո նպատակն է, որ իր բոլոր մարդկությունը ամբողջությամբ բոլորը գան հավատքի եւ բոլորը փրկվեն։ Ինչպես իր փառքի գովքը լինենք մենք, որ Քրիստոսին առաջինը հուսացողներն ենք։ Նրանով դուք էլ հուսացիք, երբ ճշմարտության խոսքը լսեցիք, ձեր փրկության ավետարանը, որին հավատացիք, խոստացված Սուրբ Հոգով կնքվեցիք։ Ուրեմն այստեղ ձեզ ասեմ, որ մի քանի կարևոր կետ կա նշված, առաջինը ասում է հույսը մենք դրեցինք մեր Հիսուսի, մեր Տիրոջ վրա, ճշմարտության խոսքը լսելով, այսինքն ավետարանի նկատմամբ անտարբեր չեն կարող լինել, ավետարանը իր մեջ զորություն ունի, երբ որ ավետարանը քարոզվում է, ավետարանը կիսում են ինչ որ մեկի հետ, այնտեղ Սուրբ Հոգին է, որ աշխատում է այդ անձի վրա, ով լսում է խոսքը, եւ անտարբեր մենք չենք կարող մնալ, կամ պետք է որոշենք, որ ընդունում ենք, կամ ոչ, իսկ նա ով չի ընդունում ավետարանը, ավետարանի փրկության այդ խոսքը, որ Հիսուս Քրիստոսն է մեր Տերը եւ Փրկիչը եւ Հիսուս Քրիստոսի միջոցով մենք փրկություն ունենք, այդ անձնավորությունը կկործանվի եւ պարզապես հավիտենականությունը Աստծո հետ չի անցկացնի, այլ դժոխքի կրակներում կվառվի։ Ուրեմն սա ինչ է նշանակում, որ լսելով ենք մենք ընդունում, լսելու համար էլ մեկը պետք է, որ խոսքը մատուցի, այդ մեկը այն մարդիկ են, ովքեր որ Աստված կանչում է նրանց առաքելության համար, բայց ասեմ ձեզ, որ բոլորիս է տրված այդ առաքելությունը։ Մի մտածեք, որ միայն հատուկ ինչ որ պաշտոնյաներ են եկեղեցիների մեջ, իհարկե ես ձեզ նախապես ասեմ, նորից ասեմ, որտեղ բազմաթիվ անգամ ասել ենք, մենք կողմնապահություն չունենք որևիցե եկեղեցու։ Մենք այսօր չենք եկել քարոզել բողոքական ավետարանական եկեղեցիներ, ոչ եկել են քարոզել առաքելական ուղղափառ եկեղեցիներ, ոչ էլ կաթոլիկ եկեղեցիներին։ Այսօր մեր նպատակը ընդամենը Աստծո խոսքը սովորեցնելն է, որովհետև Աստծո խոսքն է միակ ճշմարտությունը։ Դրա համար, երբ որ Աստծո խոսքը մենք ուսումնասիրում ենք, մենք աշակերտվում ենք Աստծո խոսքով։ Աստված մեր վրա գործ է կատարում։ Սուրբ Հոգին է, որ մեզ դասավանդում է, եւ նպատակն է Սուրբ Հոգու եւ ծրագիրն է Սուրբ Հոգու, որ կատարի այն գործը մարդու սրտի վրա աշխատի եւ նրան ապաշխարության բերի։ Քանի որ տեսեք, մարդը եթե կարող լիներ ինքն իր ուժերով Աստծուն ընդունել, Սուրբ Հոգու ներկայությունը նպատակը անիմաստ կլիներ։ Այսինքն Սուրբ Հոգին ինչ է անում, հանդիմանում է, դատապարտում է եւ բերում են հասկացողության, որ անձերը, այսինքն մարդկությունը Աստծո պետքությունն ունեն, Քրիստոսի պետքությունն ունեն փրկության համար։
Եթե նա դատապարտում է, հանդիմանում է, ուրեմն նշանակում է, որ գործ է կատարում, հատուկ առաքելություն ունի Սուրբ Հոգին։ Իհարկե հավատացյալի կյանքում հիմա կկարդանք եւ կտեսնենք ինչ է Աստված ասում, բայց գործը Սուրբ Հոգին է կատարում, որ մարդու սրտի վրա աշխատում է եւ որ նրան ապաշխարության բերի։ Եթե մենք կարողություն ունենայինք մեր ուժերով անենք, պարզապես մենք պետքություն չենք ունենա նույնիսկ Հիսուս Քրիստոսին, բայց քանի որ մենք մեղավոր ենք եւ այս մեղավոր մեր էությունը միմիայն Հիսուսի եւ շնորհով փրկության միջոցով մենք կարող ենք փրկվենք, որովհետեւ նորից եմ ասում, մեր սեփական ուժերով մենք չենք կարող փրկություն ստանալ։ Հին ուխտի մեջ Աստված տվեց օրենքը, որպեսզի ցույց տա մեր մեղավոր անձը եւ օրենքը դատապարտի մեզ, որպեսզի մենք մնանք Աստծու կանոնների մեջ, չհետևելով մեր մեղավոր էությանը կամ այդ կանոնները տեսնելով հասկանանք մեր մեղավոր էությունը։ Ուրեմն ինչ է նշանակում։ Նշանակում է այն, որ հին ուխտի, այսինքն օրենքը տրված է որպես հայլի, ցույց տալով մեր պիղծ եւ գարշելի դեմքերը, մեր մեղավոր էությունը, բայց այստեղ ասում է, որ փրկության նրանով դուք էլ հուսացիք, երբ ճշմարտության խոսքը լսեցիք, ձեր փրկության ավետարանը, որին հավատացիք, այսինքն խոսում է Եփեսացիների Եփեսոսի եկեղեցուն եւ նաև մեզ է վերաբերում, որովհետև մենք էլ լսելով ավետարանը հուսացինք ավետարանի փրկության խոսքին եւ ընդունեցինք Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, իհարկե ովքեր որ արդեն դա արել են, բայց խոստացված Սուրբ Հոգով կնքվեցիք։ Այսինքն, հարգելիներս, հավատացյալի փրկության ապացույցը Սուրբ Հոգու հիմնական եւ մշտական բնակությունն է մեր մեջ։ Այսինքն դա կնիքն է, Սուրբ Հոգին կնիքն է հավատացյալի համար։ Եվ երբ որ մենք ընդունում ենք Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, ներողություն ենք խնդրում մեր մեղքերի համար, խնդրում ենք, որ Տերը մեզ մաքրի, սրբի եւ մեր մեղքերը մեզանից հեռացնի, ինչպես արևելքն է արևմուտքից, եւ խնդրում ենք, որ Հիսուս մեր անունը գրի իր կյանքի գրքի մեջ, որովհետև այն վերջի դատաստանի օրը, որ մեր անունը Տիրոջ գրքի մեջ լինի Հիսուս Քրիստոսի, մենք դատաստան չենք տեսնի ու մենք ունենանք փրկություն։ Եվ այս պահին ասեմ նաև, որ Սուրբ Հոգին է, որ հիմնական եւ մշտական առումով մեր մեջ բնակվում է եւ Սուրբ Հոգին է, որ հավատացյալի կյանքում դեր է կատարում հանդիմանելով, ուղղելով, դասավանդելով եւ այլն։ Սուրբ Հոգու ներկայությունը հրաշալի մի հասկացողություն է, ուսմունք է եւ իրականություն է, որ մեզ պետք է ուղղակի ավելի ուշադիր անդրադառնանք այս հասկացողությանը, որ Աստված մեր մեջ է բնակվում։ Եթե Աստված մեր մեջ է բնակվում, մեր մեջ պղծություն չի կարող լինել։ Այսինքն, քանի որ մենք դեռ այս մեղավոր մարմնների մեջ ենք, մենք միշտ էլ խնդիր ենք ունենալու մեղքի հետ, բայց քանի որ մենք ունենք Աստված մեր մեջ, մենք կարող ենք մեր բոլոր պիղծ մտքերը, արարքները, խոսքերը, ամեն ինչը հանձնենք Տիրոջը եւ խնդրենք Տիրոջը, որ զսպի մեզ եւ մեր բերանը փակի։ Եվ անցյալում մենք սրա մասին խոսել ենք, բայց տեսեք ինչ հետաքրքիր ձև է Աստված ստեղծել մարդուն։ Ուրեմն եթե լեզուն է չարք գործում, այն արտացոլումն է սրտի չարությանը, բերանից է դուրս գալի, Աստված նախ դրեց լեզվին վանդակի մեջ ու միջոց ստեղծեց, որ փագի ամբողջությամբ, որ լեզուն իր գործը, չար գործը չկատարի։ Հետաքրքիր գաղափար է, չէ՞։ Ատամնաշարը, շրթունքները բոլորն էլ հանդիսանում են բերանը փակելու հնարավորության, որ պետք չի այդ բերանը անընդհատ բաց լինի։ Հետաքրքիր ձև է Տիրոջ ստեղծագործությունը մարդու, բայց ինչ եմ ուզում ասել եւ ինչու եմ դա շեշտում, որովհետեւ լսելու համար հարկավոր է մեկը, որ այդ խոսքը քարոզի։ Լսելու համար հարկավոր է անձ, որ դուրս գա եւ Տիրոջ խոսքը քարոզի։
եւ բոլորիս համար Աստված այդ նույն պարտականությունն է տվել, որտեվ յուրաքանչյուր քրիստոնյա իր պարտականությունն է եւ իր առաքելությունն է Աստծո խոսքը քարոզելու։ Եվ անցնենք 14 համարը, ուսումնասիրեն գրած է, որը մեր ժառանգության գրավականն է, մինչև ժողովրդի փրկությունը, որպիսի նրա փառքը գովերգենք։ Ուրեմն ժառանգությունը մենք ունենք Հիսուս Քրիստոսով, փրկության կնիքն էլ ունենք Սուրբ Հոգով, եւ հարկավոր է, որ մենք հասկանանք այս գաղափարը շատ ավելի, այսինքն այս ուսմունքը եւ իրականությունը շատ ավելի հստակ կերպով, քանի որ ասեմ ձեզ, շատերի մոտ հավատքը ընդամենը ինչ որ մի խմբակային, ինչ որ կամ ակումբային ինչ որ մի գաղափարի է վերածվել, ուղղակի համայնք է մարդիկ, ովքեր որ հավատում են ինչ որ մի բանին, գալիս են իրար հետ, իրար միգուցե օգնում են, իրար խնամք են տալի եւ այլն, եթե լավագույն դեպքում դա է լինում, բայց իրանք ավելի խորը չեն մտածում, որ ինչ զորություն կա նրանց մեջ, փառավոր հարությունն է վերջապես իրենց մեջ, Հիսուսն է իրենց մեջ, Աստված է իրենց մեջ, եւ այդ հասկացողությունը շատ կարեւոր է, որ հասկանանք, եւ այդ ժառանգությունը ինչ որ մենք տեսնում ենք, կարդում ենք այստեղ ինչ որ Պողոս առաքյալը սովորեցնում է, գիտեք, առաջի հերթին փրկությունն է, երկրորդ հերթին, որթե գրված ենք Աստծո ընտանիքին, դրա համար ասում է Աստծո խոսքը Պողոս առաքյալը, որ մենք կարող ենք մեր երկնավոր հորը կանչել Աբա Հայր։ Ուրեմն այդ մտերմությունը մենք ունենք մեր Տիրոջ հետ եւ այլևս այդ սեպխը մեր եւ երկնավոր հոր միջև արդեն այլևս չկա։ Հիսուսը եղավ, հանդիսացավ այն կամուրջը, որ մեզ վերամիավորեց երկնավոր հորը։ Եվ այսօր մենք հաղորդություն ունենք մեր Տիրոջ հետ, քանի որ այն ինչ որ Հիսուսն արեց, վերահաստատեց մեզ եւ այս մի բանն էլ ասեմ, որ ճիշտ հասկանանք, Սուրբ Հոգին մեղավոր մարդու մեջ չի կարող բնակվել։ Անհավատ չվերափոխված մարդու մեջ չի կարող բնակվել։ Ուրեմն ինչ է կատարվում, երբ որ մենք ընդունում ենք Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ։ Մեզ ամբողջությամբ սրբում եւ մաքրում է։ Հետևաբար Հայր Աստված մեզ տեսնում է Հիսուսի իր որդու սուրբ այրան միջոցով։ Ու այսպես մենք ոչ թե մեր արժանինքներով, այլ Տիրոջ շնորհով սրբված մաքրված ենք եւ կարող է Աստված բնակվել մեր մեջ։ Բայց իմացեք, որ նաեւ մեզ Սուրբ Գիրքը սովորեցնում է, որ մենք չխռովեցնենք Սուրբ Հոգուն։ Այսինքն մենք չենք կարող ասել մենք քրիստոնյա ենք եւ հայտնվենք մենք բառերում, այլ տեղերում, հարբեցողությամբ, չար գործեր կատարելով, ստախոսությամբ զբաղվենք, սպանությամբ զբաղվենք, շնությամբ զբաղվենք եւ այլ տարբեր տեսակի մեղքերով, այլ մեզ հարկավոր է, որ մենք մաքուր մնանք, սուրբ լինենք Տիրոջ համար, առանձնանանք մենք այս աշխարհից։ Իհարկե դա ինչ է նշանակում։ Մենք չենք կարող գնանք մենաստան ու մեր համար առանձին բոլորից եւ այլն, խոսքը դրա մասին չի, քանի որ Աստված մեզ ասում է, սովորեցնում է Սուրբ Գիրքը, որ այս աշխարհում ենք, բայց այս աշխարհից չենք, ուրեմն այս սիստեմին մենք չենք ենթարկվում, մարդկության սիստեմին չենք ենթարկվում, մենք ենթարկվում ենք երկնքի արքայությանը։ Եթե մենք ապրում ենք մեր Տիրոջ համար եւ հնազանդվում ենք, հպատակ ենք երկնքի արքայությանը, այդ դեպքում մենք այս աշխարհից չենք, գտնվում ենք այստեղ, որովհետև մենք պատգամավորներ ենք, ինչպես որ մեզ Պողոս առաքյալն է սովորեցնում Հիսուս Քրիստոսի, հետևաբար մենք հարկավոր ենք Տիրոջը ներկայացնել ամեն րոպե, ամեն վայրկյան։ Ուրիշները մեզ նայելով կտեսնեն Քրիստոս մեր մեջ, թե կտեսնեն մեղավոր էություն, կտեսնեն մեզ որպես կեղծավոր մարդիկ, ովքեր Հիսուսի անունը տալիս ենք, բայց ապրում ենք մենք մեղավորից ավելի ահավոր եւ ավելի վատ վիճակում։ Դրա համար խրախուսում ենք բոլորին, որ այս խոսքերը եւ ժառանգության գաղափարը ճիշտ հասկանանք, որ իմանանք, որ Տերը մեր համար ինչ է սահմանել, որ մենք երջանկություն ունենք Տիրոջ միջոցով, որ անկախ թե մեր ֆինանսական իրավիճակը, որտեվ կա մենք Տիրոջ երջանկությունը սահմանված չի կամ պայմանավորված չի, հիմնված չի փողի եւ ունեցվածքի հետ։ Այդ երջանկությունը մեր հոգու իրավիճակն է, երբ որ տրամադրված ես եւ
հիմնված ես եւ հաստատված ես Աստծու վրա, Հիսուս Քրիստոսի վրա, արդեն քո երջանկությունը Տերն է, ոչ թե կյանքի հանգամանքներն են։ Եվ քանի որ այս աշխարհում մենք փորձություն կտեսնենք, այս աշխարհում մենք դժվարություն ենք տեսնելու, այդ ժառանգությունը չի խոսում նրա մասին, որ մենք երբեք դժվարություն չենք տեսնի։ Տեսեք, այսօր կան շատ սուտ վարդապետներ, եւ կան նրանք, ովքեր որ այդ բարգավաճման աստվածաբանություն են սովորեցնում, մարդկանց շեղելով, խաբելով, 10-որդը տվեք եւ դուք կլինեք հարուստ եւ երջանիկ, 10-րդ տալով հարուստ ու երջանիկ չեն լինում։ Նախ եւ առաջ Աստված մեզ չի խոստացել հարստություններ եւ փողով չի հաստատվում երջանկությունը։ Երջանկությունը Հիսուս Քրիստոսով է եւ անկախ պայմաններից։ Եվ երբ որ Տերը մեզ ասում է, այս աշխարհում մենք կունենանք փորձություն, կունենանք մենք դժվարություն, կունենանք մենք ցավ ու տանջանք, ուրեմն նրանց խոսքերը ընդհանրապես չի համապատասխանում։ Կամ այսօր շարժումներ են առաջացել, որ գնում են եկեղեցիներ, որ բուժվեն։ Աստծու ձեռն է բուժումը։ Կարաս Տիրոջը խնդրես, հատուկ հավաքույթներով չի, որ դա կատարվում է։ Եվ այդ ճիշտը ուզում եմ ես ներկայացնեմ, որովհետև այսօր շատ խաբեբաներ կան, որ մարդկանց զգացմունքների վրա են իրենք խաղում։ Եվ մարդկանց շեղում են եւ խաբում են, որովհետև ուզում են նրանց կառավարեն։ Եվ եթե իրենք ուզում են կառավարեն մարդկանց, ամեն տեսակի զգացմունքների եւ մարդու ցավերի եւ նույնիսկ տանջանքների վրա նրանք շահարկում են եւ փորձում են գումարներ վաստակել մարդկանց խաբելով։ Եվ ով որ այլ այդ հավաքույթներին, որ գնա չբուժվի, մեղքը այդ մարդու վրա է միշտ բարդվում, ասում են, որ այդ մարդը չհավատաց ու չբուժվեց։ Զգուշ եղեք այդպիսի գաղափարներից, որովհետև այո, բժշկությունը իհարկե կա, բժշկություն լինում է, ամեն օր բժշկություն կա եւ լինում է Աստծու կողմից, բայց հատուկ ճամբարներ ու հատուկ հավաքույթներում չի միայն։ Մենք կարող ենք Տիրոջը խնդրել եւ փնտրել եւ Տիրոջը ներկայացնել մեր բոլոր խնդրանքները եւ Աստծու կամքով է, թե Աստված ինչ կկամենա, որովհետեւ մի մոռացեք, որ մեր ցավով եւ մեր տանջանքով էլ մենք աշակերտվում ենք եւ մեր սրբության ընթացքն ենք մենք ապրում։ Վերափոխվում ենք Հիսուսին նմանվելու առումով։ Եվ Աստծու խոսքը շատ հստակ ձևով է բացատրում, ասում է կանչեք երեցներին եւ թող նրանք ձեռ դնեն ձեր վրա, յուղով օծեն ու խնդրեն, որ Տերը բժշկի։ Ինչպես որ մենք տեսնում ենք Հակոբոսի նամակի մեջ է գրված վերջի գլխում, եւ այսպես ասեմ ձեզ, որ հարկավոր է, որ մենք այս ժառանգությունը ճիշտ հասկանանք, որտեվ ինչ որ կախարդություն չի կամ ինչ որ խայտարակ sense բաներ ճիշտ ձևով պետք է հասկանալ։ Այն ժառանգությունը, որ մեզ տվել է, ուրեմն հասկանանք նաև, որ հազարամյակում մենք Հիսուս Քրիստոսի հետ իշխելու ենք այս աշխարհը։ Քանի որ մեր Փրկիչը հանդիսանալու է որպես Տերը եւ Թագավորը նստած Երուսաղեմում, մենք հավատացյալներս, ովքեր որ հետևում ենք Հիսուսին, ապաշխարած ենք, վերստին ծնունդ ունենք, արդարացած ենք մենք Հիսուս Քրիստոսով, մեր Տիրոջ Հիսուսի հետ հանձնարարություն ենք ունենալու վերափոխված եւ փառավոր մարմին արդեն ստացած այդ հափշտակման ընթացքում պարզապես մենք Տիրոջ հետ, մեր Հիսուս Քրիստոսի հետ այս աշխարհը իշխելու ենք, հազարամյակը այսպես է լինելու այս աշխարհում, երբ որ Հիսուս երկրորդ անգամ վերադարձավ։ Ուրեմն սա էլ է մտնում այդ խոստումի մեջ։ Հիմա անցնենք առաջ 15 համարը մեջ գրած է, դրա համար ես էլ լսելով Տեր Հիսուսի հանդեպ ձեր ունեցած հավատի եւ բոլոր սրբերի հանդեպ սիրո մասին ձեզ համար գոհություն հայտնելուց չեմ դադարում, ձեզ իմ աղոթքներում հիշելով, որպիսի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը փառքի Հայրը իրեն ճանաչելու համար տա ձեզ իմաստություն եւ հայտնության հոգի։ Ուրեմն կանգնենք մի պահ այդտեղ եւ բացատրենք, թե ինչ է ուզում Պողոս առաքյալը ասած լինի այստեղ։ Առաջերտին նա շինության խոսքեր է օգտագործում հոգևոր քաջալերություն տալով Եփեսոսի գտնվող եկեղեցուն,
եւ այնտեղ նրանց քաջալերելով, որ այն ինչի մասին, որ ինքը լսել է, նրանց արարքների, գործերի եւ հավատարմության մասին, նա ուզում է ուղակի վերահաստատել եւ ճանաչել ու գովերգել նրանց քաջալերելու նպատակով։ Եվ այստեղ ասում է, որ աղոթում է, որ Տերը նրանց տա իմաստություն եւ հայտնության հոգի։ Այսինքն մեզ իմաստություն է հարկավոր բոլոր քրիստոնյաներիս համար։ Եվ ինչու ենք մենք ուսումնասիրում օրինակի համար չորեքշաբթի օրերը առակների գիրքը։ Որոշեցինք այդպես անել, որովհետև հավատացյալի համար, հետևորդի համար Հիսուս Քրիստոսի, այսինքն Աստծո զավակի համար, որ ապաշխարած, փրկված, Տիրոջը ճանաչող եւ վերափոխված Հիսուս Քրիստոսով անձնավորության համար իմաստությունը անհրաժեշտություն է։ Ինչպես Հիսուսն է սովորեցնում, ասում է եղեք խորագետ օձի պես, բայց անմեղ աղավնու պես։ Ուրեմն մեր համար հարկավոր է, որ մենք ունենանք իմաստություն, ճիշտը հասկանանք, զանազանենք չարը բարիից եւ բոլոր վարդապետություններն էլ մենք դնենք փորձության, փորձենք նրանց, հասկանանք թե ով ինչ է ասում եւ համապատասխան է Աստծո խոսքի հետ թե ոչ։ Եվ այս է նա ասում, խնդրելով, որ իմաստությունն ու հայտնության հոգին ունենան, որ Տերը նրանց հայտնի բոլոր ճշմարտությունները, բոլոր խոսքերը իր խոսքից։ Եվ գրած է 18 համարի մեջ, որ ձեր սրտի աչքերը լուսավորվի եւ ճանաչեք, թե ինչ է նրա կոչման հույսը։ Սա էլ կապում է իհարկե ժառանգության մասին եւ Տիրոջ բոլոր խոստումների մասին։ Ինչքան է սրբերի մեջ նրա փառավոր ժառանգության առատությունը եւ որքան գերազանց ու մեծ է նրա զորությունը, որով նա զորացնում է մեզ հավատացյալներիս համաձայն իր զորավոր ուժի ներգործության։ Ուրեմն հարգելիներս, երբ որ ասում են փառավոր հարությունը ունենք մեր մեջ, Տիրոջ զորությունը ունենք մեր մեջ, հավատացեք, որ բոլոր խոստումները եւ բոլոր այդ զորությունը տրված է մեզ նաեւ։ Սա ինչ է նշանակում։ Իհարկե ես չեմ ասում հեքիաթային ինչ որ բաների մասին, որ գեր մարդ ենք դառնում եւ այլն կամ նման բաներ, ոչ։ Հասկացեք, որ ճշմարտությունը այն խոստումներն է, որ Աստված տվել է եւ մեզ է վերաբերում։ Երբ որ Տերն ասում է մի մտածեք վաղվա մասին, որովհետև ես ձեր Տերն եմ եւ ձեզ կոպիտ ասած ձեզ խնամում եմ ես, այսինքն ավելի կարճ կերպով եմ ամփոփում այդ ամբողջ պատգամը Հիսուս Քրիստոսի, ուզում եմ որ բոլորս հասկանանք, որ Տերը մեզ խնամք է տալի։ Եթե նա մեր հովիվն է, ուրեմն Տերը մեզ խնամում է չարից, ազատում է փորձանքից, ազատում է, մեր անապազորյա հացն է մեզ տալիս եւ այն ինչ որ մեզ պետք է եւ անհրաժեշտ է։ Բայց երբ որ մենք գնանք Տիրոջը խնդրենք, ասենք Տեր մեզ տուր մի հատ Լամբորգինի, տուր մեզ ես իմ չգիտեմ ինչ, կամ պալատներ կամ եւ այլն, պարզա որ մեր խնդրանքները մեր կամքը չի համապատասխանում Տիրոջ կամքի հետ։ Ուրեմն երբ որ մենք հասկանում ենք Տիրոջ կամքը, այն ժամանակ կարող ենք մենք Տիրոջ կամքին համաձայն աղոթք անել եւ Տիրոջ կամքին համաձայն խնդրել այն ամեն ինչը, որը անհրաժեշտ է մեր հոգեվոր կյանքի համար եւ աճի համար։ Աստված ինչու կտա մարդուն միլիոններ, եթե այդ մարդը չի իմանալու ինչպես վերաբերվի եւ վարվի այդ փողի հետ։ Եվ եթե այդ փողը իր անկումն է լինելու, ինչի է Տերը տալու նրան այդ։ Ուրեմն առաջի հերթին մենք ձգտենք երկնքի արքայությանը եւ Տիրոջ բոլոր ճշմարտություններին, նոր Տերը մեզ կտա այն ինչ որ մեզ պետք է։ Սա է կարևոր կետը հասկանալու համար եւ այն խոսքը, որը Պողոս առաքյալն է սովորեցնում 19 համարում եւ որքան գերազանց ու մեծ է նրա զորությունը, որով նա զորացնում է մեզ հավատացյալներիս համաձայն իր զորավոր ուժի ներգործության։ Ուրեմն Աստված է, որ մեր մեջ գործում է։ Ուրեմն մենք պետք է առաջի հերթին հնազանդվենք Տիրոջը եւ կատարենք նրա կամքը եւ թույլ տանք, որ Տերը մեր կյանքում իր հրաշքը գործի, զորությունը մենք տեսնենք։ Եվ ես կարող եմ անձամբ ասել, որ ապրելով Տիրոջ համար եւ Տիրոջ խոսքերի մեջ լինելով, Աստծուն հավատալով բազմաթիվ տարիներ, ապաշխարած, փրկված Աստծո զավակ, որպես ես կարող եմ ասել, որ Տիրոջ հետ ապրելը, հաղորդություն ունենալը եւ կյանքը Տիրոջը
հանձնած, այսինքն այս ամեն մի շունչդ նրա վրա հիմնված եւ հավատալով նրան, ավելի լավ ձև չկա, ավելի լավ միջոց չկա եւ ամենամեծ երջանկությունն է Տերը իմ կյանքում։ Եվ ես ասում եմ, որովհետեւ որպես փորձառու հավատացյալ, արդեն մոտավորապես ասենք 35-ից համարյա 40 տարվա ընթացք կարող եմ ձեզ ասել, որ Տիրոջ հետ ապրելը, հաղորդություն ունենալը Տիրոջ հետ եւ սերտ հարաբերություն ունենալ Աստծու հետ ավելի լավ բան չկա այս կյանքում եւ առանց նրա նույնիսկ շունչ չկա շնչելու։ Սա է կարևոր հասկանալ եւ Տերն ուզում է, որ յուրաքանչյուրս մենք Տիրոջը նվիրված ապրենք եւ հիմնված լինենք նրա վրա։ Հիմա եկեք մնացած համարները ուսումնասիրենք 20-ից մինչև 23-ը եւ հասկանանք, թե Տերը մեզ այստեղ ինչ է սովորեցնում։ Գրած է նա այն Քրիստոսով գործադրեց նրան մեռելներից հարություն տալով եւ նրան նստեցրեց իր աջ կողմում երկնքում, ամեն իշխանությունից եւ պետությունից, զորությունից եւ տերությունից առավել վերև, ամեն անունից էլ վեր, որ անվանվում է ոչ միայն այս աշխարհում, այլև հանդերձյալում։ Եվ ամեն բան նրա ոտքի տակ հնազանդեցրեց, նրան եկեղեցու գլուխ դրեց, ամեն ինչից վեր, որ է նրա մարմինը, այն լրումը, որ ամեն ինչ լցնում է ամեն ինչում։ Հարգելիներ, ես այդ հազարամյակի մասին, որ ես խոսում էի մի քիչ առաջ, սրա մասին է խոսքը։ Գալու է ժամանակ, որ հենց Հիսուս ինքը իր երկրորդ գալուստի ժամանակ, երբ որ իհարկե Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, որ մենք հավատացյալներս, հետևորդները, ապաշխարած ճշմարիտ զավակները Աստծո, կմիանանք Տիրոջը, կհափշտակվենք եւ Հիսուս Քրիստոսի հետ կվերադառնանք վերափոխված մարմիններով, եւ ովքեր որ արդեն մահացել են, առաջինը նրանք հարություն կառնեն եւ կստանան վերափոխված մարմինը, հետո նոր մենք, ովքեր որ ապրում ենք եւ որ Տերը մեզ շատ ենք խնդրում, իհարկե տեսեք, այն սերունդը, որ չի մահանալու, մահը չի տեսնելու, երբ որ նա հափշտակվի, կմիանա Հիսուսին եւ վերափոխված մարմնով կվերադառնա Հիսուսի հետ, որպես մեր առաջնորդը, զորագլուխը մեր հավատքի, իրար հետ մենք կվերադառնանք եւ ամեն մի պետություն, ամեն մի ծունկ չոքելու է եւ ծնկելու է Հիսուսի առջև։ Եվ Տիրոջ առջև բոլորն են ենթարկվելու եւ փառաբանելու ու Տերը նրանց իշխելու է։ Իհարկե այս ժառանգության մասին, որ խոսում ենք, նաեւ ուզում եմ ձեզ բացատրեմ, որ մեր դերը որպես ճշմարիտ զավակներ Աստծո կլինի, որ Հիսուս Քրիստոսի հետ մենք էլ նույնպես այս հազարամյակում իշխելու ենք եւ այդ ժառանգությունը, որը մեր Տերը տվել է, նույնիսկ սրա մասին է խոսում։ Եվ ինչն է այստեղ նաեւ ասեմ կարեւոր, որովհետեւ մենք կարող ենք այս խոսքերը տեսնել Սաղմոսների մեջ եւ Եբրայեցիների նամակի մեջ, որ նույն այս խոսքերն է շեշտվում եւ քանի որ Պողոս առաքյալն է գրել նամակ Եբրայեցիներին, նա նույն այս մեջբերումն է անում, ինչպես որ նա կատարեց նամակ Եբրայեցիներին, որովհետեւ աղբյուրը Սաղմոսներից է։ Եվ Սաղմոսներից այս մեջբերումը անելու դեպքում մենք 8-րդ գլխի մեջ է պարզապես ասեմ բոլորիս համար, որ հայտնի լինի եւ Եբրայեցիներին 2-րդ գլուխ 8-ից 13 համարների մեջ է նույն այս մեջբերումը։ Ուրեմն մեր համար հարկավոր է, որ մենք հասկանանք այն զորությունը, որ փառավոր հարության մեջ է եւ այդ նույն զորությունն է նույնիսկ մեր մեջ գործում։ Դրա համար ովքեր որ մոլությունների մեջ են եւ պղծության մեջ են, Հիսուս Քրիստոս նրանց կարող է ազատել։ Եթե հույսը դնես Հիսուսի վրա, ապաշխարես, փրկվես, իմացեք, որ այդ նույն զորությունը, որը փառավոր հարությունն է, այդ փառավոր հարության մեջ է այդ զորությունը, քո մեջ էլ նույնիսկ կարող է լինել եւ Տերը կարող է ձեզ ազատել բոլոր մոլություններից։
Եվ այսպես, հարգելիներս, ուրեմն մենք ավարտեցինք 11-ից մինչև 23 համարները ուսումնասիրելով նամակ Եփեսացիներին եւ ուսումնասիրեցինք տարբեր այս կետերը ժառանգության հետ կապված։ Հաջորդ կիրակի կսկսենք ուսումնասիրել երկրորդ գլուխը եւ կտեսնենք, թե Տերը մեզ ինչ է սովորեցնում։ Տերը թող ձեզ առատորեն օրհնի։ Ամեն։